Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի խոսքով Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին խնդիրներ կան։ Աբրահամյանը, ով նաև համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահն է, այս մասին հայտնեց այսօր Երևանում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ընթացքում։ Կան խնդիրներ, կան իհարկե դուք բոլորը մեզանից լավ գիտեք, Ուկրաինայում խնդիրներ կա, միջազգային խնդիրներ կա, սանկցիաներ Ռուսաստանի դեմ։ Դա ազդում է Հայաստանի անդամակցության վրա։ Դա չի կարող ընդհանրապես չազդել Հայաստանի վրա եւ անդամակցության, եւ տնտեսական, եւ զարգացման բոլոր խնդիրների վրա։ Մի մոռացեք, որ Ռուսաստանում 2.5 միլիոն հայություն կա։ Եվ այդ 2.5 միլիոն հայությունը անմիջական կապ ունի։ Դուք ինքներդ գիտեք այդ ամեն ինչի մասին, ինչքան Ռուսաստանում լինի կայուն եւ Ռուսաստանը զարգանա, դա ինձ թվում է վերանայվի եւ Հայաստանը չստորագրի կամ հետաձգվի, ինչ եք կարծում։ Ես պատճառներ չեմ տեսնում։ Մի քիչ համբերություն ամեն ինչ կպարզվի եւ Լևոն Հայրապետյանը դուրս կգա։ Անդրադառնալով Ռուսաստանում կալանավորված հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի հարցին, ասաց Արա Աբրահամյանը. Մենք բոլորս մտահոգված ենք 2.5 միլիոն հայություն Ռուսաստանում մտահոգված այդ խնդրով։ Խնդիրը կայանում է ազատ արձակվելու։ Դե հիմա քայլեր ձեռնարկում են բոլորը ձեռնարկում են, ես տեղ չէի, ես նոր եմ վերադարձել, ես փորձեմ նորից վերադառնամ այս խնդրին, տեսնեմ ինչով ես կարող եմ նորից անել, որտեղ բոլորը գիտեք առողջական վիճակի մասին, դա մեր բոլորիս առաջնային խնդիրն է, որ Լևոն Հայրապետյանը գոնե այս ընթացքում տանը լինի։ Ըստ Աբրահամյանի AFK սիստեմայի հիմնադիր եւ ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովի տնային կալանքը կարագացնի Լևոն Հայրապետյանի հետ կապված գործը։ Դուք գիտեք, Եվտուշենկոն ավելի կարևոր ամենաազդեցիկ օլիգարխներից մեկն է եւ հայ ժողովրդի բարեկամն է, ինքը բավական ներդրումներ է արել։ Իհարկե դա լավ բան չի, ստում է կարագացի process-ը, դա տեսնում եք ինչքան բարդ խնդիր է։ Խնդիրը այստեղ Հայրապետյան Լևոնը չի որ մեղավոր է։ Խնդիրը այնքան բարդ է, մենք ուզում ենք անպայման Լևոնին մեղադրենք կամ եսի միջ։ Խնդիրը պետքա պարզվի։ Այո, որ տեսնենք, որ Եվտուշենկոն, Վլադիմիր Պետրովիչը ինքը բոլոր հարցերին պատասխանեց, այդ օրը Հայրապետյան Լևոն դուրս կգա։ Լրագրողներից մեկը հարցրեց, հաշվի առնելով, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը AFK սիստեմայի տնօրենների խորհրդի անդամ է, նրա համար վտանգ տեսնում եք։ Ընդհանրապես վտանգ չկա, որտեղ տարբեր խնդիրներ են, երկրորդ Հայաստան նախագահան լրիվ ուրիշ ֆունկցիաներ, ուրիշ արտականություններ եւ աշխատանք ունի, դա ընդհանրապես կապ չունի։